Առողջ առավոտ սիրելի հեռուստադիտող, մենք դարձյալ եթերում ենք, ինչպես միշտ փորձել ենք յուրահատուկ թեմա ընտրել, այս անգամ արդեն անդրադարձել ենք բուժաշխատողների պարտադիր հավաստագրմանը եւ այդ կապակցությամբ հյուրընկալել ենք Առողջապահության ազգային ինստիտուտի մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի ղեկավար Լիլիթ Հարությունյանին։ Ողջունում ենք ձեզ, Տիկին Հարությունյան, շնորհակալ ենք, որ չմերժեցիք մեր հրավերը եւ անմիջապես անցնենք հենց առաջին ամենակարևոր հարցերից մեկին, ինչ է իրենից ներկայացնում բուժաշխատողների հավաստագրումը, երբ ծնվեց այդ գաղափարը, արդյոք կա հին պատմություն դրա հետ կապված եւ երբ սկսվեցին առաջին քայլերը Հայաստանի Հանրապետությունում։ Ես նույնպես շնորհակալ եմ հրավերի համար, շատ ուրախ եմ հյուրընկալել ձեր հաղորդաշարին։ Մի փոքր պատմական ակնարկ ներկայացնեմ հավաստագրման նախապատմության վերաբերյալ, մինչև 2016 թվականը, այսինքն մինչև որ բժշկական օգնության եւ սպասարկման մասին օրենքում փոփոխությունների համաձայն Հայաստանի Հանրապետությունում ներդրվեց հավաստագրման պարտադիր պահանջը, Հայաստանի Հանրապետությունում բուժաշխատողների շարունակական կրթության համակարգը իրականացվում էր 5 շաբաթյա միջին բուժաշխատողների համար եւ 7 շաբաթյա վերապատրաստումների մոդելով ավագ բուժաշխատողների համար, քանի որ բժշկագիտությունը այն մասնագիտությունն է, որ օրեցօր յուրաքանչյուր վայրկյան է զարգանում եւ յուրաքանչյուր բուժաշխատող ընտրելով այդ մասնագիտությունը պարտավոր է քայլել համահունչ բժշկագիտության նվաճումներին, բուժաշխատողի մասնագիտական պարտականությունները, մարդկանց կյանքի եւ առողջության հարցում մեծագույն պարտավորվածությունը հիմք հանդիսացան բժշկագիտության շարունակական մասնագիտական զարգացման, բարեփոխումների իրականացման եւ բժշկական օգնության սպասարկման մասին օրենքում կատարված լրացումների եւ փոփոխությունների համաձայն Հայաստանի Հանրապետությունում ներդրվեց բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտային համակարգը եւ սահմանվեց բուժաշխատողների հավաստագրման պարտադիր պահանջ, համաձայն որի բուժաշխատողը ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնելու համար պարտադիր պետք է ունենա հավաստագիր եւ բուժօգնության մասին օրենքով սահմանվեց բուժաշխատողների 4 կատեգորիա, ավագ բուժաշխատողներ, դրանք բոլորը բժիշկներ են, միջին բուժաշխատողներ, բուժքույրերը, մանկաբարձուհիները, լաբորանտները, ատամնատեխնիկները, տեղագետներ եւ դեղագործներ եւ յուրաքանչյուր կատեգորիայի համար սահմանվեց հավաստագրման համապատասխան պահանջը։ Դրանից առաջ, եթե չեմ սխալվում, 2023-ի դեկտեմբերն էր վերջնաժամկետը, երբ որ արդեն բոլորը պետք է հավաստագրված լինեին, բայց դրանից առաջ էլի նախնական փուլ եղավ, երբ որ լայն իրազեկում էր լինում, մարդիկ պատրաստվում էին, ամեն դեպքում սահմանային վիճակ չստեղծվեց, այնպես կատեգորիկ որոշում չէր, բավական ժամանակ կար, արդյոք կային բուժաշխատողներ, որոնք որ դուրս մնացին եւ ստիպված էին նույնիսկ չաշխատել եւ ինչպես կարգավորվեց դա գործատուների հետ հարաբերություններում, այս մինչ ներդրման այդ փուլին էլ անդրադառնանք, ոչ միայն տեսական մասին, հետո արդեն խոսենք 23-ից այս կողմ ու այսօր ինչ ունենք։ Շատ լավ, կոմպետենցիան փորձեմ քայլ առ քայլ հանգամանալից ներկայացնել, ինչպես ներդրվեց հավաստագրումը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես քիչ առաջ նշեցի, 2016 թվականի բժշկական օգնության սպասարկման մասին օրենքով Հայաստանի Հանրապետությունում ներդրվեց հավաստագրման պարտադիր պահանջը, համաձայն որի հավաստագրումը իրականացվում էր հնգամյա շրջափուլով եւ Հայաստանի Հանրապետությունում համաձայն օրենքի գործում է երկու տեսակ հավաստագիր եւ ավագ եւ միջին բուժաշխատողների համար առաջին անգամ մասնագիտական գործունեության եւ շարունակական մասնագիտական զարգացման առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագիրը տրամադրվում է նորավարտ բուժաշխատողներին, ավագ բուժաշխատողների դեպքում կլինիկական օրդինատուրայի դիպլոմի հիման վրա, միջին բուժաշխատողներին միջին մասնագիտական կրթության փաստը հավաստող փաստաթղթի դիպլոմի հիման վրա 5 տարի ժամկետով։ Իսկ շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի պարտադիր պահանջներն են 5 տարվա ընթացքում պարտադիր 3 տարվա մասնագիտական ստաժի առկայությունը եւ օրենքով սահմանված շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտների նվազագույն քանակը կուտակելը։
ըստ օրենքի 16-ից սկսած հնգամյա շրջափուլը ավարտվում էր 2021 թվականին եւ պետք է մինչեւ 2021 թվական բոլոր բուժաշխատողները հավաստագրվեին, սակայն պայմանավորված աղետալի հանգամանքներով Հայաստանի Հանրապետության եւ նաեւ ամբողջ աշխարհի համար COVID-19 համավարակով եւ 44-օրյա պատերազմով առողջապահական համակարգը ծանրաբեռնվեց եւ ավելի ջանքերը եւ աշխատանք ուղղորդվեց այդ երկու ցավալի իրադարձությունները հարթելու վրա եւ հավաստագրման առաջին փուլի վերջնաժամկետը երկարաձգվեց մինչեւ 2023 թվականի հունվարի 1-ը, ստացվեց մի փոքր ավելի երկար շրջափուլ 2016-ից մինչեւ 2023 թվականի հունվարի 1 եւ բուն հավաստագրման գործընթացը մեկնարկեց 2022 թվականի ամռանից եւ իրոք մի փոքր ծանրաբեռնվեց, մեղմ ասած մի փոքր ծանրաբեռնվեց համակարգը, որովհետև այդ ժամանակահատվածում մի տեսակ ցայտնոտի մեջ էին գտնվում բուժաշխատողները, կարծում էին, թե իրենք չեն բավարարի սահմանված պահանջները, բայց իրազեկումների շնորհիվ մեծ իրազեկումներ իրականացվեցին նաև մարզերում, մարզային բուժաշխատողների, մարզային բժշկական կենտրոնների ներկայացուցիչների հետ եւ նաև Երևան քաղաքի բուժաշխատողների համար եւ հանգամանալից ներկայացնելով արդեն սահմանված պահանջները, բոլորը սկսեցին հավաքել իրենց փաստաթղթերը, իրենց շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտների փաստը հավաստող վկայականները եւ պարզ դարձավ, որ այնքան էլ ամեն ինչ վախենալու չէ, ինչքան թվում է, որովհետեւ շատերը տեսան, որ սահմանված նվազագույն քանակից կրեդիտների մի բան էլ ավել են կուտակել իրենց փաստաթղթային փաթեթում եւ քայլ առ քայլ ներկայացնելով իրենց փաստաթղթային փաթեթները հավաստագրման կենտրոնին գործընթացը իրականացվեց։ Մինչ 23 թվականի հունվարի 1-ը մեծ մասը բուժաշխատողների արդեն հավաստագրված էին։ Տիկին Հարությունյան, կարող եք նշել եւ ավագ բուժանձնակազմի համար եւ միջին բուժանձնակազմի համար, որոնք են այն մինիմալ կրեդիտային քանակը եւ ինչ են իրենցից ներկայացնում, արդյոք ավագ բուժաշխատողների համար օրինակ ճառագայթաբանը պիտի միայն իր մասնագիտական գործունեության կրեդիտներ հավաքի, թե այլ որոշակի նախապայմաններ էլ կան կրեդիտների հետ կապված։ Շնորհակալություն հարցի համար։ Հիմա կփորձեմ էլի ներկայացնել մանրամասնությամբ։ Օրենքով սահմանված է բոլոր բուժաշխատողների 4 կատեգորիաների համար նվազագույն քանակը ՇՄԶ կրեդիտների, ավագ բուժաշխատողների, բժիշկների համար կրեդիտների նվազագույն քանակը 220-ն է, միջին բուժաշխատողների համար 140-ը, դեղագետների համար 160 եւ դեղագործների համար 100 կրեդիտ։ Եվ օրինակ ավագ բուժաշխատողների դեպքում ռադիոլոգները համարվում են ավագ բուժաշխատող, նվազագույնը 200 կրեդիտ իրենք պետք է կուտակեն իրենց համար մասնագիտական հանդիսացող թեմաներից եւ միայն 20 կրեդիտ թույլատրվում է ոչ մասնագիտական հարակից համարվող թեմաներից ունենալ շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ իրենց իսկ նախընտրությամբ մասնակցելով տարբեր կրեդիտավորված միջոցառումների։ Կրեդիտներ կարելի է կուտակել ինչպես Հայաստանի Հանրապետությունում կրեդիտավորված միջոցառումների մասնակցությամբ, այնպես էլ արտերկրում կրեդիտավորված միջոցառումների մասնակցությամբ, գիտական աշխատությունների հրատարակման միջոցով, այսինքն կրեդիտների կուտակման հնարավորությունները լայն են եւ չէ սահմանափակում բուժաշխատողներին միայն որոշակի տևողությամբ դասընթացների մասնակցությամբ, այլ կարող են 5 տարվա ընթացքում տարբեր իրենց նախընտրությամբ միջոցառումների մասնակցել, զբաղվել գիտական հետազոտություններով, գիտական աշխատանքներով եւ հաջորդ 5 տարվա ընթացքում ստանալ աշխատանքի հաջորդ 5 տարվա համար ստանալ աշխատանքի թույլտվություն։ Նույն ռադիոլոգների դեպքում էլ նվազագույնը 200 կրեդիտ իրենց մասնագիտությունից եւ 20 կրեդիտ ոչ մասնագիտական կրեդիտներ ունենալու դեպքում կարող են հավաստագրել։ Իհարկե 3 տարվա աշխատանքային ստաժը վերջին 5 տարում բավարարելու պայմանով։ Շնորհակալություն, իսկ այսպեսի մի հարց, նշեցիք, որ Հայաստանում անցկացված որոշակի կոնֆերանսների Հայաստանում վաստակած այդ ՇՄԶ կրեդիտները եւ խոսքս վերաբերվում է հիմա միջազգային կրեդիտները հաշվում են այնպես, ինչքան, այսինքն կոպիտ օրինակ բերեմ, եթե 8, ասենք ես արտերկրում ստացել եմ 8 ՇՄԶ կրեդիտավորում, Հայաստանի Հանրապետությունում մուտք գործելով իմ համակարգ, մուտքագրելով դառնում է 8 ՇՄԶ կրեդիտ, այսինքն հավասարաչափ է դառնում, թե որոշակի հաշվարկներ կան, որ կարող են վերափոխվել այդ թվերը։
Արտերկրում ստացած կրեդիտները Հայաստանի Հանրապետությունում հաշվարկվում են 1 կրեդիտը հավասար է 1 կրեդիտ սկզբունքով, դա ամրագրված է նաև օրենսդրությամբ եւ հնարավորություն ունեն նաև բուժաշխատողները կրեդիտներ կուտակել արտերկրի չկրեդիտավորված դասընթացներին մասնակցելով կրեդիտներ կուտակել միայն եթե մասնակցում են արտերկրի համալսարանական հիվանդանոցներում կամ գիտահետազոտական գիտական կենտրոններում չկրեդիտավորված վերապատրաստման դասընթացների այդ փաստը նույնպես ամրագրված է օրենսդրությամբ եւ կրեդիտների հաշվարկը իրականացվում է հետեւյալ սկզբունքով եթե նշված է մասնակցության փաստը հավաստող փաստաթղթում մասնակցության ժամանականակը առկա ժամանականակի վերաբերյալ տեղեկատվություն 1 ժամի համար շնորհվում է 1 կրեդիտ եթե ժամանականակի վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ փաստը հավաստող փաստաթղթերում ապա 1 օրվա համար շնորհվում է 4 ՇՄԶ կրեդիտ Ես մի կարճ փոքրիկ հարց տամ, տեսեք, իսկ on-line պլատֆորմում, օրինակ հենց հիմա ես որպես բժիշկ նյարդաբան մասնակցում եմ Ցավի միջազգային ակադեմիային, որտեղ ժամահաշվարկ կա հստակ եւ այնտեղ հեղինակավոր աշխարհահռչակ պրոֆեսորներ են դասավանդում, պարզապես on-line, ինչու որովհետեւ on-line տեխնոլոգիաները մեծան ներխուժում են մեր կյանք, դա եւս կարծում եմ, որ կդիտարկվի, եթե ժամանականակը հստակ նշված է, տրված է սերտիֆիկատ վերջում Շնորհակալություն իրոք ուղղորդիչ հարցեր այս պահի դրությամբ դեռևս առցանց դասընթացների մասով արտերկրի համալսարանական կլինիկաների կողմից կազմակերպված կարգավորում չկա միայն արկա ձևաչափով մասնակցության դեպքում են հաշվարկվում կրեդիտները Բայց եթե առաջարկը լինի եւ պահանջը լինի, գուցե նաեւ արդիականացնեն, չէ՞։ Եթե շատ լինեն, քանի որ 20 թվականից սկսած առցանց դասընթացները ավելի արդիական դարձան է շարունակական մասնագիտական զարգացման համատեքստում, ավելի շատ են առցանց դասընթացների մասնակցությունը, բայց ասում եմ, այս պահի դրությամբ դեռ միայն արկա ձևաչափով մասնակցությունն է, որ կրեդիտավորվում է, բայց հնարավոր է նաեւ իրավական ակտը վերանայել եւ հաշվի առնելով առաջարկություններ հիման վրա առողջապահության նախարարությունը դիտարկի այդ նաև առաջարկը եւ որոշակի փոփոխություններ, բայց այս պահի դրությամբ միայն արկա ձևաչափն է գործում։ Սրանք այն հարցերն են, որի պատճառով կարծում եմ հավաստագրման կենտրոնի հեռախոսները չեն անջատվում եւ հաճախ բժիշկները ձեզ անհանգստացնում են, կարծում եմ հրաշալի առիթ է, որ հիմա հանգիստ այդ ինֆորմացիան տանք, որպեսզի իրենք հետո դիտեն։ Ես երկու փոքրիկ կարճ հարց ունեմ, առաջինը 220 կրեդիտի մեջ 20-ը երբ որ ընտրովի է, եթե չեմ սխալվում, բոլորովին վերջերս այնուհանդերձ այդ 20-ի մեջ էլ փոփոխություն եղավ, որից այսքանը պետք է լինել էթիկական հարցերներ եւ իրավական, չէ, առողջապահական իրավունքի, եթե չեմ սխալվում։ Ինչն էր, որ պարտադիր էր։ Վերջերս, այո, սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտավ կառավարության որոշումը, համաձայն որի եւ ավագ եւ միջին բուժաշխատողները եւ դեղագետները եւ դեղագործները հավաստագրման համար պահանջվող կրեդիտների նվազագույն քանակում պարտադիր պետք է ունենան 10 կրեդիտ բուժաշխատողի էթիկայի կանոնների մասով դասընթացներից եւ 12 կրեդիտ առաջին բուժօգնության թեմաների դասընթացներից։ Խիստ ողջունելի է, որպեսզի այսպես կամայական լրացումով չլինի, երկուսն խիստ անհրաժեշտ ուղղություններ են։ Ես էլ եմ կարծում, որ խիստ անհրաժեշտ որոշումներ են եւ էթիկա եւ առաջին բուժօգնությունը, մանավանդ առաջին բուժօգնությունը վերջին ողետալի իրադարձություններից հետո էլ Եվ երկրորդ հարցս, գիտեք, շատերիս մոտ կարծիք կա, որ մենք պետք է ՇՄԶ կրեդիտները կուտակենք միայն գիտաժողովներին կամ համագումարին մասնակցությամբ, բայց երբ որ ես էի հավաստագրվում, ձեր կենտրոնի հմուտ եւ այսպես առաջադեմ մասնագետների աջակցությամբ ես հասկացա, որ օրինակ եթե ես ունեմ ուսումնական ձեռնարկ, կամ ունեմ գրքի հրատարակություն, կամ ունեմ հոդվածներ, կամ անցել եմ կլինիկական օրդինատուրա, կամ ինչ որ լուրջ կրթական ծրագիր, կարգավիճակ եւ տիտղոս տվող, սրանք եւս դառնում են միավորներ։ Մի փոքր կուզեի այս սեգմենտի մասին խոսենք, որովհետեւ կարծում եմ շատերը ունեն, չնայած դուք հարցնում եք, վստահ եմ, բայց ավելի լավ է խոսենք, բարձրացնենք, թե որ հատկապես ուղղություններով կարող ենք նորից միավորներ գեներացնել։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել գնահատելու մեր աշխատանքը, մեր աշխատանքը գնահատելու համար։ Ես ավելին ասեմ, 22 թվականին մենք շատ լավ համագործակցել ենք։ 22 թվականին, երբ խոշոր բժշկական հաստատությունում ստանձնել էի ամբողջ այդ 1000 եւ ավելի աշխատակիցների գործընթացը հավաստագրման, բայց միևնույն ժամանակ որպես բժիշկ արդեն, երբ որ վերսկսեցի կլինիկական պրակտիկան, ես դա անկեղծորեն զգացել եմ եւ երբեմն նույնիսկ զարմանում եմ ամբողջ հանրապետությունը ոնց է հասնում սպասարկել եւ
եւս մեկ անգամ շնորհակալություն։ Սիրելի բուժաշխատողներ, այն ալիքի ժամանակ բեռնված աշխատանքի գուցե շատերի մոտ դժգոհություններ առաջացել, բայց ես վստահ չեմ, որ մեզնից յուրաքանչյուրը կարող է այդ աշխատանքը ավելի լավ անել, այնպես որ այս հարցում ես վերապահում ունեմ, խնդրեմ շարունակեք։ Ես անդրադարձա, այո, որ շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտային համակարգի առավելություններից մեկը հանդիսանում է, որ չի սահմանափակում բուժաշխատողի նախընտրությունները, այսինքն ոչ միայն որոշակի ժամանակահատվածով վերապատրաստման դասընթացներ կամ պարտադիր գիտաժողովներ, այլ նաև գիտական աշխատանք, գիտական հետազոտություններով զբաղվելը եւս որոշակի կրեդիտային արժեք է տալիս այդ հետազոտություններին, օրինակ գիտական աշխատանքներ ասելով ինչ ենք հասկանում դրանք տեխնոլոգիական ատենախոսությունների պաշտպանությունն են, դոկտորական ատենախոսությունների պաշտպանությունները, գիտական հոդվածների հրատարակումը, ուսումնական ձեռնարկների հրատարակումը, կլինիկական ուղեցույցների մշակումը եւ այլն։ Օրինակ տեխնոլոգիական ատենախոսության պաշտպանությունը վերջին 5 տարվա ընթացքում կարծեմ ազատում է, չէ՞։ Չէ, 180 ինքնակրթության կրեդիտ աշնորհում, դոկտորական ատենախոսության պաշտպանությունը 220 ինքնակրթության կրեդիտ, բայց մի փոքր նկատառում ես մասին, որ 3 տեսակ կրեդիտներ են Հայաստանի Հանրապետությունում տարբերակում, տեսական բնույթի կրեդիտներ, գործնական բնույթի կրեդիտներ եւ ինքնակրթության, ինքնազարգացման կրեդիտներ եւ նվազագույն քանակում բուժաշխատողը պետք է յուրաքանչյուր կրեդիտից նվազագույնը 5 կրեդիտ ապահովի, 5 տեսական, 5 գործնական եւ 5 ինքնակրթության, այնուամենայնիվ 220 կրեդիտի դեպքում է դա շնորհվում է միայն ինքնակրթության կրեդիտներ, 5 տեսական եւ 5 գործնական բաղադրիչը պետք է պահպանված էթիկական մասը, որովհետեւ հիմա արդեն գումարված նաև էթիկական եւ առաջին բուժօգնության այդ կոմպոնենտը։ Այո, չէ որ մենք չենք սովորում միայն կրեդիտների համար, դրանք ըստ էության հավելյալ արժեք են, որոնք գալիս եւ միանում են մեր ստացած կրթությանը եւ ինչ որ ծրագրի ամփոփմանը։ Կրեդիտը ի վերջո բեռնվածության չափման միավորն է, ուղղակի ժամանականակով պայմանավորված, որ ցույց է տալիս, թե տվյալ ժամանակահատվածում բուժաշխատողը քանի ժամ է կրթվել, ուղղակի ոչ թե ժամով, այլ արդեն ժամը հավասարեցվում է կրեդիտի եւ պայմանական միավոր է այսպես չափման։ Մի քանի այսպես ինչպես ասում են առնետային հարցեր տամ, հա։ Եթե առաջին հեղինակ կամ համահեղինակ է, սա նշանակություն ունի, թե միևնույն է հաշվում է։ Հոդված տպագրելիս, ուսումնական ձեռնարկ, գիրք հրատարակը, միևնույն է հաշվում է։ Միևնույն է հաշվում է եւ ասեմ ավելին, գիտական հոդվածների հրատարակման դեպքում պայմանավորված հոդվածի իմպակտ ֆակտորով ազդեցության գործակցով արդեն կրեդիտների քանակն էլ փոփոխվում է, մեր օրենքով ամբրագրված է շատ, այսպես չէ մարանը, այո, շատ ինդիվիդուալ է, պետք չէមាրանալ, որովհետեւ հետո վեճի արժեք է։ Գործակիցների դեպքում, այո, նաեւ կրեդիտների քանակն է փոփոխվում։ Իսկ միջոցառումներ կազմակերպելը կամ սպիկեր լինելը, խոսնակ լինելը եւս դիտարկվում է։ Մեծ գիտաժողովների դեպքում մասնակցության կրեդիտներ շնորհվում են իհարկե խոսնակներին, բայց իսկ եթե գիտական խորհրդի անդամ է, ներողություն էլի, կա որ ուղղակի սպիկեր է, զեկուցում է հեղինակավոր Եվ կա օրինակ որ գիտական խորհրդի անդամ է կամ կազմակերպչական խորհրդի անդամ է միջազգային գիտաժողովի։ Մենք այդպիսի մասնագետներ էլ ունենք։ Եթե մասնակցում են գիտաժողովին, մասնակցության կրեդիտներ շնորհվում են, բայց ուղղակի գիտական խորհրդի անդամ լինելը կրեդիտային արժեք չի տալիս, եթե ինչ-որ հավաստող փաստաթուղթ չկա, որ ինչ-որ ժամանակահատված մասնակցել է այդ միջոցառմանը։ Բայց Հայաստանի Հանրապետությունում կոնֆերանսների դեպքում կրեդիտավորված ուղղակի զեկուցող որպես կրեդիտների շնորհումը մի փոքր բան է առաջացնում, որտեվ կարող է 15 րոպեանոց ընդհանրապես զեկույց ունենալ, իսկ դասավանդելու համար նվազագույնը 60 րոպե պետք է դասավանդի, որպեսզի կրեդիտային արժեք շնորհվի իր դասավանդման համար, բայց մասնակցության համար, եթե ամբողջությամբ մասնակցում է այդ զեկուցողը, շնորհվում են կրեդիտներ, շեշտելու համար, որ նաև զեկուցել է, վկայականի վրա ուղղակի մակնշվում է զեկուցել եւ մասնակցել է։ Այսինքն դրանք այն անհատական դիտարկման քննարկման հատվածում են եւ միշտ հոգուտ բուժաշխատողի։ Իհարկե օրենսդրության սահմաններում ամենը, բայց ընդգծելու համար, որ նաև զեկուցել է, վկայականի վրա մակնշվում է նաև, որ զեկուցել եւ մասնակցել է։ Վերադառնանք մեր օրեր այսօր ինչ ունենք 23-ից հետո։ Այո, Տիկին Հարությունյան, այս պայդրությամբ մենք կարող ենք ասել, որ այն բժիշկները, ովքեր աշխատում են, բոլորը հավաստագրված են։ Այսինքն չհավաստագրման խնդիր չունենք։ 2023 թվականի հունվարի 1-ից ինքնուրույն մասնագիտական գործունեության իրավունքը հավաստագիրներ եւ հավաստագիր ունենալով միայն 23 թվականի հունվարի 1-ից բուժաշխատողը իրավունք ուներ մասնագիտական գործունեություն իրականացնելու։ Եթե
կլինեն բուժհաստատություններ, որոնք առանց հավաստագրի կպահեն իրենց բուժաշխատողին իրենց իսկ պատասխանատվության եւ բոլոր ռիսկերը կրելով, որովհետեւ առանց հավաստագրի բուժաշխատող ունենալու դեպքում նաև վարչական տուժեն, գործատուն է պատասխանատվության, եթե աշխատանքի եւ առողջապահական տեսչական մարմնի կողմից եթե հայտնաբերվում է, որ չունի հավաստագիր բուժաշխատողը եւ գործունեություն է իրականացնում, արդեն տուժի է ենթարկում, տուգանք են վճարում գործատուները։ Տիկին Հարությունյան, կապ չունի, որ խմբի պատկանող բուժաշխատողը ավագ կամ միջին մոտեցել է ժամկետը, հասկացել է, որ չի լրացնում այդ կրեդիտները։ Այդ պարագայում ինչ տարբերակներ է առաջարկում, այսինքն չկա այն ժամանակահատվածը, օրինակ, եթե վերցնենք, օրինակ 10 օր է մնացել այդ ժամկետը լրանալուն եւ այդ 10 օրվա ընթացքում ուշադիր չի եղել բուժաշխատողը, բաց թողում է արել եւ ինչ է արվում այդ պարագայում, կասեցվում է, ժամանակ է տրվում կրեդիտավորվելու, թե որոշակի ինչ-որ կուրսեր են առաջարկվում, կրեդիտավորման դասընթացներ, որ կարողանա այդ ձևով լրացնել բուժաշխատողը։ Տեսեք, երբ որ գալիս են մեզ մոտ խորհրդատվության, իհարկե մենք չենք կարող ուղղորդել որևէ կազմակերպություն կամ կազմակերպչի մոտ, որ այնտեղ անցնի վերապատրաստում, հաշվարկում ենք, կարող ինչ-որ բազային կրեդիտներ ունենում են, հաշվարկում ենք, տեսնում ենք ինչքան բաց ունի կրեդիտների, խորհուրդ ենք տալիս մասնագիտական որոշակի քանակով կրեդիտներ անցնել, բայց իրենց իսկ նախընտրությամբ, որ կազմակերպությունում եւ որ դասընթացը կանցնեն, նշեմ, որ բոլոր կրեդիտավորված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար տեղադրում եւ թարմացվում է առողջապահության ազգային ինստիտուտի պաշտոնական կայքում, միայն հղումն ենք տալիս առողջապահության ազգային ինստիտուտի պաշտոնական կայքի եւ ուղղակի ուղղորդում ենք ինչպես կարող է օգտվել այդ կայքից եւ ինչպես ընտրել կազմակերպիչը դասընթացը մնացածը արդեն իր իսկ նախընտրությամբ եւ թե ինչպես բուժաշխատողը կպահի, թե ինչպես գործատուն կպահի իր բուժաշխատողին, կրկին իրավակարգավորումների եւ վարչական այդ արդեն մեր դաշտում չի։ Մեր դաշտում է հավաստագրման դիմաց բուժաշխատողին հավաստագրելը կամ ոչ։ Մի փոքրիկ բան էլ հիշեցի, եթե չեմ սխալվում, 23-ի դրությամբ նրանք, ովքեր որ ավարտել էին 18-ին կամ 19-ին, նրանք առաջին անգամվա մասնագիտական հավաստագրում ստացան, բայց միևնույն է պետք է անցում անեն, որտեղ 5 տարին առավելագույնն էր, այսինքն այն մարդիկ, ովքեր կլինարդինատուրան ավարտել էին 19-ին, 23-ի դրությամբ հավաստագրվեցին, 4 տարին լրացրել էին, 24-ի վերջին նորից պետք է հավաստագրվեին, ճիշտ եմ հիշում։ 24 թվականին այո, առաջնային հավաստագրի ժամկետը լրացրել, 24 թվականին բոլորը դիմեցին արդեն շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի ստացման, ապահովելով իրենց կրեդիտները։ Դեռ երևի թե ունենք, չէ՞, այդպիսի սերունդներ, այսինքն երևի ենթադրենք 21-22 թվականներին, անգամ 23 թվականներին ավարտել Գավդիսյան, ես այդ սերունդից եմ։ Ես շուտով 1 տարուց արդեն ժամանակն է գալիս, արդեն երկրորդ հավաստագրում։ Սերունդները վշկագիտության մեջ արագ են։ Եվ վերջին հարցս կարծում եմ կհասցնենք ժամանակի մեջ տեղավորվել։ Ես հիշում եմ, որ Արցախից տեղահանված մեր հայրենակից բուժաշխատողները, նրանք ովքեր մնացին Հայաստանում, համենայն դեպս իրենց տրվեց արտոնություն, կուզեի մի քանի բառով կա, արդյոք ինչ որ բան, որ կուզեք իրենց ուղղել, հնչեցնել, իրենք ինչ ունեն անելու եւ ձեր վերջնական ուղերձը։ 2023 թվականին, երբ որ Արցախից ունեցանք բուժաշխատողների մի մեծ զանգված հոսք, քանի որ այն ժամանակ Արցախում չի գործել հավաստագրման պարտադիր պահանջը եւ այդ բուժաշխատողները չունեին իրենց կրեդիտների նվազագույն քանակը կուտակված, առողջապահության նախարարության կողմից բժշկական օգնության սպասարկման մասին օրենքում անցումային դրույթ սահմանվեց եւ նրանց հավաստագրման վերջնաժամկետը երկարաձգվեց մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը եւ հնարավորություն տրվեց նրանց նախ ծանոթանալ բոլոր օրենսդրական կարգավորումներին հավաստագրման շրջանակներում եւ աշճանաբար կուտակել իրենց կրեդիտները եւ արդեն այդ ձևով դիմել հավաստագրման։ Հիմա արդեն հունի մեջ են Հիմա արդեն հունի մեջ են, հավասարաչափ արդեն պահանջը բոլորի վրա տարածում եւ Արցախի բուժաշխատողների եւ Հայաստանի Հանրապետության եւ եթե հիշում ենք, երևի կհիշենք, այն ժամանակ դեռ թղթային տարբերակով էր հավաստագրման գործընթացը կամ էլեկտրոնային մեյլերի միջոցով 2024 թվականի հունվարի 1-ից արդեն որ ներդրվել էր բուժաշխատողների ռեգիստրը 24 թվականի հունվարի 1-ից բուժաշխատողների հավաստագրումը իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով բուժաշխատողների ռեգիստրի միջոցով։ Հրաշալի։ Վերջին խնդրանքս ձեզ, կա բան, որ բաց ենք թողել, բայց դուք կուզեիք հնչեցնել որպես ուղերձ եւ կարեւոր միտք 1 րոպեի շրջանակում։
մի փոքր բաց էինք թողել այն բուժաշխատողները, քանի որ նշեցինք, որ պարտադիր պահանջ է վերջին 5 տարում 3 տարվա մասնագիտական ստաժի եւ ՇՄԶ կրեդիտների նվազագույն քանակը, իսկ ինչ են լինում այն բուժաշխատողների հետ։ Չէ, ում աշխատանքային ստաժը 3 տարուց պակաս է, այդ բուժաշխատողներին էլ հնարավորություն է տրվում հավաստագրվել թեստավորման միջոցով եւ այդ դեպքում պարտադիր չի, որ 100% կրեդիտների քանակը կուտակեն, կարող են կուտակել սահմանված կրեդիտների նվազագույն քանակի միայն 70%-ը եւ չունենալով մասնագիտական ստաժ դիմել թեստավորման եւ թեստային քննությունը հաղթահարելու դեպքում դարձյալ այդ եղանակով ստանում են հավաստագիր հղումս կոչը բուժաշխատողներին, որ ավելի հետևողական լինեն իրենց կրեդիտների կուտակման, չնայած համոզված եմ արդեն բոլորը շատ ավելի ուշադիր են, ինչպես կուտակել, որ արդեն վերջին վայրկյանին չթողնեն իրենց կրեդիտների կուտակման փաստը։ Ի վերջո կրեդիտը չէ, որ բուժաշխատողի գիտելիքի չափն է որոշում, պետք է նախ եւ առաջ գնալ կրթվելու ոչ թե կրեդիտի համար, այլ գիտելիք ստանալու համար, նախընտրել այն միջոցառումները, որոնք իրենց համար կլինեն շարունակական կրթության աղբյուր եւ բժշկագիտության զարգացումներին, նվաճումներին համահունչ։ Մենք իրար հասկացանք։ Այո։ Շնորհակալ ենք ձեր թանկ ժամանակը մեզ հատկացնելու համար։ Բժիշկ Ամիրյան, կարծում եմ գրեթե բոլոր կարևոր հարցերին, հիմնական հարցերին ասացինք անդրադառնալ։ Ես շնորհակալ եմ սիրելի գործընկերներ այս առավոտս հետաքրքիր եւ կարևոր տեղեկատվությամբ լցնելու համար։ Սիրելի հեռուստադիտող, գուցե ինչ որ առումով ձեզ համար հետաքրքիր չլիներ, բայց հաստատ մենք ունենք մի մեծ բանակ, սպիտակ բանակ, որոնց հաստատ այս հաղորդումը շատ հետաքրքիր կլինի եւ հիշեցում ու ակնարկ։ Շնորհակալություն, մենք կհանդիպենք վաղ առավոտյան։ Ես նույնպես շատ շնորհակալ եմ կրկին հրավերի համար։